Բարև ձեզ, ես ցիտոբժշկական կենտրոնի թոքաբան թերապևտ Չոբանյան Արփինեն եմ։ Այսօր խոսելու ենք ասթմայի մասին։ Ասթման շնչառական ուղիների քրոնիկական բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Այս հիվանդությունը դրսևորվում է շնչառական համակարգի կողմից հետևյալ գանգատներով՝ սուլող շնչառություն, խզոցների առկայություն, հազ, որը կարող է լինել ինչպես չոր, այնպես է պրոդուկտիվ, դժվարացած շնչառություն, երբեմն կրծքավանդակում ծանրության զգացում։ Կարևոր է հիշել, որ այս ախտանիշները պարտադիր չէ, որ դրսևորվեն բոլորը միասին եւ փոփոխվում են իրենց ինտենսիվությամբ ժամանակի մեջ։ Ասթման հետերոգեն հիվանդություն է, ինչը նշանակում է, որ այն կախված է բազմաթիվ հանգամանքներից՝ շարունակական նախատրամադրվածությունից, ալերգոանամնեզից, շրջակա միջավայրի օդի աղտոտվածությունից, մասնագիտական ֆակտորների։ Ասթմայի ախտորոշման համար առաջին հերթին կարևոր է բուժառոյի գանգատները, մանրամասն անամնեզի հավաքումը, ինչպես նաև օգտագործում է հավելյալ ախտորոշիչ մեթոդներ, որոնցից են սպիրոմետրիա բրոնխոդիլատացիոն թեստով։ Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել շնչառական ուղիների անցանելիությունը եւ դրանց պատասխանը ինգալյատորներին։ Ասթման կառավարելի հիվանդություն է, որպեսզի ստանանք երկարատև ռեմիսիա, այսինքն անախտանիշ ընթացք, պետք է ժամանակին ախտորոշվի եւ գրագետ բուժում նշանակվի։ Գրագետ բուժումը ենթադրում է ինգալյատորների օգտագործում, որոնք անպայման պետք է կազմված լինեն մի քանի բաղադրիչից, որոնց մեջ առավել կարևոր է ինգալյացիոն հորմոնների առկայությունը։ Ասթման կառավարելի հիվանդություն է, որը ենթադրում է համալիր մոտեցում։ Առողջ եղեք։